Հին հույները սոսկում էին այս աստվածուհուց, որին օժտել էին որքան հիասքանչ արտաքինով, նույնքան եւ արունարբու էությամբ։ Նա վրեժխնդրության հովանավորն էր եւ հանցանած անողոք հատուցման մարմնացումը, որի ողակալ սրից ոչ մի մեղսագործ փրկություն չուներ։ Նա գիշեր աստվածուհու դուստրն էր եւ նրա անունն էր Նեմեսիս։ Ստամբուլ, 1918 թվական աշուն։ Առաջին աշխարհամարտում պարտությունից եւ Մուդրոսի համաձայնագիրը ստորագրելուց հետո Թուրքիայում իշխանության եկած նոր կառավարությունը ստեղծում է ռազմադաշտային դատարաններ։ Օսմանյան կայսրությունը համաշխարհային պատերազմի մեջ ներքաշած եւ հայերի, հույների, ասորիների կոտորածները կազմակերպած երիտթուրք առաջնորդներին պատասխանատվության ենթարկելու համար։ Արդյունքում Իթիհադ վեթերակի այն է միասնություն եւ առաջընթաց կուսակցության 11 անվանի անդամ դատապարտվում են մահապատժի կախաղանի միջոցով։ 120 հոգու հանդեպ պատժամիջոց է ընտրվում աքսորը։ 77 հոգի կալանքը կրելու է արտաքսվում Մալթա կղզի։ Սակայն դատապարտված հանցագործներից շատերը արդեն հասցրել էին փախչել Թուրքիայից։ Իսկ մնացածներին մի քանի ամիս անց բրիտանացիները փոխանակեցին Մուստաֆա Քեմալի կողմից գերեվարված բրիտանացի զինվորականների հետ։ Ըստ էության ոչ ոք դատապարտված հանցագործներից այդպես էլ իր արժանի պատիժը չկրեց։ Այդպիսով պարզվեց, որ Ստամբուլյան դատավարությունների նախաձեռնությունը ընդամենը քաղաքական հնարք էր, որ սին ու դատարկ թողեց դահիճների արժանի հատուցման հայության սպասումները։ Արդարություն թախանձող, բայց ձեռնունայն մնացած հայության համար քաղաքակիրթ աշխարհը չթողեց այլ ընտրություն, քան դիմել այրոնռուշ դիցուհու հովանավորությանը։ Երևան, 1919 թվական աշուն։ Հայաստանի անկախ հանրապետության մայրաքաղաքում ընթացավ հայ հեղափոխական դաշնակցության 9-րդ ընդհանուր համաժողովը, որի ընթացքում այլոց թվում գաղտնի քննարկվեց հայոց մեծ եղեռնը կազմակերպած եւ իրագործած դահիճներին պատասխանատվության կանչելու հարցը։ Համաժողովի անդամների քննարկմանը առաջադրվեց 650 իթիհատականների անուններից բաղկացած ցանկը, որը կրճատվեց եւ մնաց 41 երիտթուրք գործիչների անուն, իբրև առաջնային ու անհետաձգելի պատժի ենթակա անձանց։ Հոյդա 9-րդ համաժողովի կենտրոնական խորհուրդը այդ 41 հոգու նկատմամբ միաձայն կայացրեց դատավճիռ, հայտնաբերել աշխարհի ցանկացած կետում եւ ոչնչացնել։ Ծրագրի համար, որ հին հույների վրեժխնդրության աստվածուհու պատվին կնքվեց Նեմեսիս անունով, ընտրվեցին ղեկավար մարմիններ։ Գլխավոր պատասխանատու նշանակվեց Արմեն Գարոն, նույն ինքը Գարեգին Փաստերմաջյանը։ Շահան Նաթալին եւ Գրիգոր Մերջանովը ստանձնեցին օպերատիվ ղեկավարման եւ նյութական ապահովման պատասխանատվությունը։ Շահան Սատչակլյանը իր ձեռքը վերցրեց ծրագիրը ֆինանսավորող հատուկ գաղտնի հիմնադրամի ղեկավարումը։ Հրաչ Փափազյանը հանձնարարավ ապահովել անհրաժեշտ տեղեկատվության ներհոսքը եւ փնտրվող ոչրագործների որջերի հայտնաբերման գործը։ Նեմեսիսի կենտրոնական ղեկավարությանը թույլատրվեց ծայրահեղ անհրաժեշտության դեպքում ապավինել Հայաստանի Հանրապետության հատուկ ծառայությունների եւ դիվանագիտական կառույցների օժանդակությանը։ Այդպիսով 1919 թվականի տարեվերջին երիտթուրք դահիճների որսի մեկնարկը տրված էր։